մեր բժիշկներից մեկին ուղղակի ոչ թե զվարճանքել ուսուցման նպատակով սոնոգրաֆիկ հետազոտություն էինք անցկացնում, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էի աշխատում, ասի արի մի քիչ ձեռս բացելու համար սոնոգրաֆիա անեմ ու ուղղակի ոչ մի գանգատ, ոչ մի երևույթ, ոչ մի բան չկա ու երիկամի վրա հայտնաբերեցին գոյացություն։ Գոյացությունը կատա հետազոտություն ցույց տվեց, որ չարորա գոյացությունն է։ 3 օրից վիրահատություն կատարեցինք, վերացրեցինք ուռուցքը ու վերջացավ։ Այսինքն հնարավոր եղավ շատ վատ ուռուցքը, որը կարար 1-2 տարում այդ մարդուն սարքել։ Հա, կյանքարժեններ, մենք ընդամենը մի քանի րոպեում այդ հարցը լուծեցինք։ Զուտ վաղ հայտնաբերման։ Տարին մի անգամ սոնոգրաֆիկ հետազոտությունը պոլիկլինիկաներում բոլոր մարդիկ գանգատ եթե ունեն, իրենք կարող են անցնել անվճար։ Այսինքն մենք ունենք PSA ու սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Երկու պարզ գործողություն, որ եթե տղամարդիկ կատարեն 40-ից հետո սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ կանայք։ PSA սոնոգրաֆիա տղամարդիկ, սոնոգրաֆիան կանայք եւ տղամարդիկ միասին։ Մարդու կնիկ վերցնում են թեթևեն, գնում են պոլիկլինիկա սոնոգրաֆիան անցնում են։ Վառ գանգատները, որոնց պետքա վազել հիվանդանոց։ Ուշադրություն դարձնել։ Չէ, վազել հիվանդանոց։ Ուշադրություն կարաք դարձնեք ձեր ճնշմանն ու շաքարին։ Վազել հիվանդանոց, այսինքն գանգատն եղավ գիշերվա կեսին մոտենալ հիվանդանոց։ Առաջինը արյունամիզությունն է։ Մեզում արյունը ոչ մի տեսակ նորմալ չի։ Այսինքն եթե տղամարդը կամ կինը գնացին զուգարանը կոնքում արյուն տեսան, թեկուզ մի փոքր, թեկուզ աննշան, թեկուզ իրանց թված, ավելի լավ է մի հատ ավել հետազոտվել, որտեղ արյունամիզությունը շատ լուրջ հիվանդությունների մասին կարա խոսա։ Մայր մարդիկ միշտ միզաքարային հիվանդությանը մատերի արանքով են ասում, դե կարող է ավազա եկել, հա, բայց դա էլ նորմալ չի։ Ավազա եկել վնասել է միզուղիները, պետքա դրանով զբաղվել։ Երկրորդը կարան լինեն հենց ուռուցքային հիվանդությունների առաջին նշանները։ Վերջերս շատացել են ուռուցքային միզապարկի ուռուցքները, որոնք հենց արյունամիզության գանգատով մարդու դիմում է կլինիկա, ու մենք հայտնաբերում ենք միզապարկի գոյացություններ։ Մի միջանկյալ հարց տամ, երբ որ արդեն արյունամիզությունն է, սա կարող ենք ասել, թե հիվանդության որ փուլում է արդեն բարձ թե նայեք, առաջ մենք մտածում ենք, որ հա, արդեն վատ, բայց այս վերջի 1-2 տարում ես բազմաթիվ դեպքեր եմ ունեցել, որ առաջի աստիճանի, առաջի ստադիայի PTA, PT1 միզապարկի ուռուցքները արյունահոսում են։ Ու այդ հիվանդներին, դա կապված է նաև, որ իրենք ճնշման համար գնացել են հիվանդանոց, իրանց ասպիրին են տվել, իսկ քանի որ դա զգայուն լավ անօթավորված զոնա է, սկսել է արյունահոսել, ու ասում են փառք տվեք Աստծուն, որ հա, ես հիվանդներին ասում եմ գնացեք մատաղարեք, հա, չգիտեմ, ճնշման կամ ինչի համար իրենք խմում են կարդիոասպիրին, կարդիոմագնիտ կամ արյուն ջրի կասնող ուրիշ տեղեր, մենք ստե կոագուլյացիայի հետ խնդիրներ ենք ունենում։ Մեր հանրությունը, նայեք, մենք սիրում ենք ասել, չէ, առաջ մեր երեխեքին որ sense չեն կերակրում կամ առաջ որ այս բանը չենք ասում, բայց մենք մեր հասարակությունը մեծամասամբ հիվանդ է։ Այսինքն Հայաստանում նորմալ է, որ մարդը ասում է 60-ից հետո դե շաքար ունեմ, ճնշում ունեմ, էս ունեմ, նորմալ չէ, 40-ից հետո նորմալ չէ, այսինքն լուրջ հիվանդություններ ա ունա տալիս, ասենք շաքարային դիաբետ, մահացու լուրջ հիվանդություն է։ Դե շաքարը ով չունի, ճնշում ով չունի։ Հա, նորմալ չի նմանատիպ արտահայտություններ անելը։ Այսինքն ոչ թե արտահայտությունը նորմալ չի, արտահայտությունը մոտեցում է նաև։ Մոտեցումը, հա, ու այս արտահայտությունների հենց տակ մենք ունենում ենք թաքնված հիվանդություններ։ Դրա համար ուղղակի սա կոսֆինի մի լավ բան է եղել, կարդիոասպիրին համատարած խմում են, օր միզապարկի ուռուցք ունի որոշների մոտ ինքը սկսում է արյունահոսել։ Հա, ինքը սկսում է արյունահոսել։ Երկրորդ դրա համար ստադիավորում չենք կարանենք, բայց այս պարագայում վազում ենք հիվանդանոց։ Աշխարհում մեկ-մեկ զարմանում են եւ որ Հայաստանում մենք նկարագրում ենք եւ զարգացած երկրներում, ես չեմ խոսում հետսովետական երկրներ, խոսում եմ զարգացած բժշկության, եվրոպական, Իսրայել, ԱՄՆ, Կանադա եւ մնացած երկրներում խոսում են, որ մենք կատարում ենք որոշակի վիրահատություններ կապված միզապարկի ծանր մետաստազավորված ուռուցքների հետ։ Իրանց մոտ դա կամ էմիգրանտներն են, կամ մեր երկրներից այն երկիր ժամանակ հիվանդը։ Հա, ինչու շուտ չեք տեսել, որովհետեւ իրանց մոտ տարեկան 2 անգամ չեքափ անցնելը դա սովորական երևույթ է։ Իսկ ես նորից եմ կրկնում, սոնոգրաֆիկ հետազոտություն կանեք, թե տղամարդիկ պոլիկլինիկայում կարող են անցնել անվճար։ Եթե գանգատ ունեն, գանգատ էլ չունեն, մեծ գումարի հետ չի կապված ամեն դեպքում, եթե կարևորությունը գիտակցեն։ Մենք պետք է մեր ավագ սերնդին ապահովենք անվճար բժշկական օգնությամբ։ Սա շատ ամենակարևորը։ Դե օրինակ ես առաջնային խորհրդատվությունները միշտ որ 65-ից բարձր 70 տարեկան մարդիկ են գալու, գրեթե միշտ անվճար եմ անում։ Հա։ Բժիշկ Դավիթ հիմա լսելու են գան, բայց թող գա։ Ես մեծ սիրով բոլորին կընդունեմ խորհրդատվությունները այդ տարիքային սեգմենտի համար անվճար են, որովհետև այդ տարիքային սեգմենտը Հայաստանում չի ստանում բարձր թոշակ,
եկեք ճիշտը խոսանք։ Խորթային սերունդն է, ապահովագրություն չունի, խորթային սերունդն է, որը չի ունեցել ոնց որ ես օրինակ ես ավելի բարձր թոշակ եմ ստանալ, որովհետև ես ունեմ կൂട്ടակային ֆոնդից, իրանք կൂട്ടակային ֆոնդ չեն ունեցել, պետությունը ապահովել, եկել է մի հատ կետի, երբ որ հնարավոր չի լինի այդ ապահովությունը, դրա համար փորձում ենք ամենախոցելի խավն են այս առումով։ Ես տատի պապիներին շատ եմ սիրում, իրենց հետ աշխատելը մեծագույն հաճույք է, միշտ թող ամենան մենք իրենց սիրով կընդունենք։ Հիմա գանք տատիկների մոտ։ Շիշ վատթարագույն սցենարները նայենք եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղա երիկա։ Մի այդ վարկեք թե չստացվի որ վախեցնում ենք, բայց ամեն դեպքում ասենք, որ եթե այս մի քիչ անհանգստացնող երևույթներին բանտեղ չդրեցիք, վերջը շագանակագեղձի քաղցկեղը ինքը դանդաղ զարգացող քաղցկեղ է։ Մենք ունենք փուլեր, որ ընդհանրապես չենք բուժում հիվանդին։ Այսինքն դա նախնական փուլեր ունենք, որ Հայաստանում մենք բուժում ենք, որովհետև մեր հայ պացիենտների գնահատականը չէ, ինքնասիրելու, այսինքն մարդը կարող ունենա իր երեխան ունենա խնդրեմ, ինքը իրան ուրանա։ Մեր հայ ազգի բնորոշ երևույթ է։ Մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով այդ մարդկանց չենք կարողանում թողնել առանց բուժման։ Որովհետև Եվրոպայի ասոցիացիան ասում է կան փուլեր, որ նախնական, որ կարող է այնքան դանդաղ զարգանա ուռուցքը, որ մարդը լրիվ համընկնի կյանքի վերջի հետ ու պետք չի իրան տանել դեպի բուժման։ Մտեղ նաև հաշվի առնում ապահովագրական ծախսերը, որ արվում է եվրոպական երկրներում, որոնք ցանկանում են կրճատեն։ Բայց եթե մենք ունենք արդեն զապուշին ֆորմա, կներեք ոնց ասեմ, բարձի թողի վիճակ, Օֆելիա ջան, մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ որ մետաստազներ ենք ունենում տարբեր օրգան համակարգում ու ցավալին է նա, որ մենք մետաստազներ ենք ունենում ոսկրերում։ Ոսկրերը դառնում են փխրուն, կոտրվող, անընդհատ կոտրվածներ, ծանր ցավեր եւ այլն։ Աշխարհում գրեթե մենք չենք ունենում նմանատիպ հանդիպող երևույթներ, Հայաստանում ցավոք սրտի ունենում ենք։ Ընդամենը պետքա ընդամենը 5000 դրամանոց, որ հուսամ հունվարից կդառնա ավճար, այդ 3-ից 5000 դրամանոց անալիզը հանձնում են։ Գումարը չէ, էլի հարցը մշակույթի հարցն է ու ոլորտը, այդ որ շատ ամոթով ենք, շատ ամոթով ենք։ Գումար չունենք, ասում եմ ինչ ես ծխում, ասում ասենք էս ինչ սիգարետ է ու դու հաշվարկում ես որ ընդամենը 5 տուփի գնով ինքը կարող է անալիզը հանձնել, այսինքն սիգարետի գումար կա, բայց տարյան քննության գումար չկա։ Մշակույթի հարցն է ու այդ ամաչելը ու հենց այս համակարգերի մասով էլ իսկ միշտ մենք խոսեցինք բոլոր այն դեպքերում որ արդեն հիվանդությունը կա, հələ մի բան էլ ծանրացած, նենց վատատեսական եթեր եղավ։ Եկեք կանխարգելումը որպես հիմք, եկեք ասեք ինչ անենք որ կանխարգելումից էին խոսում։ Չէ, դե ավելի շատ դուք ասում եք որ վաղաժամ գնանք ստուգենք, բայց ասեք ինչ անենք որ չբախվենք այս խնդիրները, մետադիկներ, պապիկներ։ Ամենակարևոր խնդիրը, որը ես եմ լուծում տարիքով տղամարդկանց մոտ, սրանից խոսանք ու անցնենք առաջ։ Դա շագանակագեղձի ադենոմայի խնդիրներն են։ Այստեղ որ ասեցիք բարդություն ինչ կարող լինի, ադենոման ինչ է։ Մեր միզապարկն է, շագանակագեղձն է, միզուկը սենց անցնում, այստեղ կան 100 ուրետրալ գեղձեր։ Իրանք մեծանում են, չեն թողում, որպեսզի մեզը նորմալ դատարկվի միզապարկից։ Տղամարդը ունի անընդհատ միզելու ցանկություն։ Նապորը թուլացել է, ինքը տենց է նշում, միզելուց հետո նորից միզելու ցանկություն ունի ու անընդհատ հաճախամիզություն կա։ Այստեղ լուծումը ոսկե ստանդարտը դա տրանսուրետրալ վիրահատություններն են։ Կամ նուկլեացիան, որը հիմա գնում է աշխարհում դեպի ոսկե ստանդարտ կամ շտագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան։ Մաքրում ենք այդ գեղձը ու վերջ։ Միզարցակումը կարգավորվում է։ Ինչ խնդիրներից է կարող բերել։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ կարող ունենանք։ Մեզ երբ որ նորմալ դուշ չի գալիս, հետա գնում դեպի երիկամներ։ Մենք ունենում ենք հիդրոնեֆրոզ, որը գնում է դեպի երիկամային անբավարարություն։ Իր բառ նշաններից մեկը մեր տատի պապիները շատ են, ազոտը հելավ, ազոտը հելավ։ Բայց դա այդ արդեն վերջին փուլներ կարելի է դա արդեն հա կարելի է կանխարգելել։ Հետո քրոնիկ միզակապություն, այստեղ ասիկ ինչ գանգատների դեպքում։ Երբ որ տղամարդը միզել ուզում ու չի կարողանում միզի, այսինքն վազել գնալ հիվանդանոց սիմպտոմներից է։ Մենք այդպես շատ խառը խոսացինք, բայց ինձ թվում է հասկանալի ամեն ինչ։ Երբ որ տղամարդ ուզում է միզի ու չի կարողանում, սա վազել գնալ հիվանդը, որտեվ դա կարա սուր միզակապության կամ քրոնիկ միզակապության սրացման մասին խոսա։ Այս ամեն ինչը կարա կյանքի որակի մնա, սրտային անբավարարություն, զարգերակային հիպերտենզիա եւ նմանատիպ խնդիրների։ Կանխարգելումից խոսանք։ Միզապարկի քաղցկեղի համար մեկ մեղավորը ով է։ Դուք ասեք։ Ով է։ Թե ինչ պետք է լինի։ Ծխելը։ Չի պատկերացնի։ Բոլորին ամեն ինչ մեղավոր կամարի ծխելը չէ։ Հա, չէ, շատ անմեղ երևույթ է ծխելը։ Բոլոր տեսակի ծխախոտները, սիգարետա, վեյփերն է եւ մնացած բոլոր տաքացման համակարգերն է, որը օգտագործվում են։ Թունավոր նյութեր են պարունակում։ Մեր օրգանիզմը ո՞նց է անում այդ թունավոր նյութերը։
մեզով, կղանքով, մաշկով, լյարդով եւ մնացածը։ Դե պատկերացրեք, դուք ծխեցիք, թունավոր նյութը գնաց, ձեր մեզով պետքա դուրս գա, դուք էլ մի 3-4 ժամ չեք միզում։ Թունավոր նյութով մեզը վնասում է ձեր միզապարկի պատը։ 1 տարի, 2 տարի, 3 տարի փոքր ուռուցք մեծ եւ այսպես գնում է։ Ես չեմ տեսել տղամարդ իմ կյանքում, ով չի ծխել ու ունեցել է միզապարկի ուռուցք, բայց տեսել եմ բազմաթիվ տղամարդկանց, ովքեր ծխել են ու ունեն միզապարկի ուռուցք։ Ես տեսել եմ կանանց, որ չեն ծխել ու ունեն միզապարկի ուռուցք, բայց ունեցել են ամուսին, որդի, եղբայր, ովքեր ծխող, այո, պարավոզ ոնց կլինի հայերեն, շոկեքարշի պես պասիվ ծխող են եղել, ու իրանց համար դա շատ ավելի վտանգավոր է, որովհետև թունավոր նյութը արտանետվեց, դե թոքերի ֆիլտրման համակարգն է չաշխատեց։ Ձեր ու ձեր սիրելիների համար մի ծխեք։ Ակտիվ քայլքը, ալկոհոլի չարաշահման սահմանափակումը։ Չչարաշահումը։ Մենք տատիներ, հա, չչարաշահման սահմանը։ Մենք ունենք տատիներ, պապիներ, որ պապիներ մանավանդ, ես թթի արաղ եմ քաշում, տարին այտենց օրը կես լիտր խմում եմ, բայց այդտեղ մենք նույն միզապարկե սխեմայով կարանք նորից ունենանք որոշակի հիվանդություններ։ Սիրելիներս, շաքարային դիաբետի մենեջմենթը։ Երբ որ շաքարային դիաբետ ունեն մեր երիտասարդները, հոյակապ մենեջմենտ են անում։ Երիտասարդները պատճեր են կպցնում իրանց թևերին, սմարթֆոնի մեջ ունեն իրանց շաքարի մոնիտորինգ, այսինքն պատճի իրանց միանգամից բան է ուղարկում, վայ, քո շաքարը հենց այսպես վեցու քանիսա, հետո հաց կերավ ու 10-ը, մի հատ կարող է ինսուլին սրսկվես կամ քո դեղը կիսատ ես խմել։ Տարիքով մարդկանց երբ որ ասում ես դիետա պահում եք, դե ինչ դիետա։ Այսինքն ով չունի շաքար։ Հա, ով չունի շաքար եւ այլն։ Բայց սեռական թուլության համար մեկ պատճառը, այդ սեռական թուլությունից խոսանք 60+ տարիքում, դա դիաբետն է։ Մանր անոթները, մանր նյարդերը առաջինը վնասվում են հենց դիաբետի ժամանակ։ Այսինքն, երբ որ տղամարդը ինձ այդ տարիքում դիմում է սեռական թուլությամբ, առաջի բանը որ ստուգում գլյուկոզան ու կես դեպքերում շաքար է հայտնաբերվում կամ ինսուլինառեզիստենտություն։ Թե միզային համակարգի վրա, թե սեռական համակարգի վրա կանխարգելված, մոնիտորինգի չենթարկվող շաքարը շատ լուրջ ազդեցություններ է թողում։ Կանանց դեպքում էլ կանխարգել ենք ու հաղորդումը փակենք։ Ջուր շատ խմեք, սիրելի կանայք եւ սիրելի տղամարդիկ։ Ձեր քաշը վերցնեք, օրինակ դուք կշռում եք 100 կիլո, ամեն կիլոգրամի 30 մլ ջուր է պետք օրվա մեջ։ 100 կիլոնոց մարդը պետք է խմի 3 լիտր ջուր։ Բայց հաշվի առնենք մի բան, եթե դուք ունեք սրտային անբավարարություն, բարձր զարկերակային ճնշում, որ այս տարիքում շատ է հանդիպում, սա արդեն ձեր սրտաբանի հետ պետք է քննարկեք։ Սա առողջ նորմալ մարդու համար ասված երևույթներն են։ Սիրելի տարիքով մարդկանց խորհուրդ եմ տալիս երկու բան իրանց համար՝ սկանդինավյան քայլք, այն սիրուն փետերով քայլքը, որպեսզի ունենան առողջ մարմին, իրանց հավատացեք շաքարի թվերը շատ ուժեղ կիչնեն սկանդինավյան քայլքից։ Օրը 2 անգամ իրանց զարկերակային ճնշումը չափեն ու իրանց թորնիկներին շուշուտ տենան։ Այդքան բան։ Հա, դա էլ է բալասա։ Ամեն ինչ։ Շնորհակալ եմ Վիշկան, մի շնչով ամեն ինչ շատ, ես կարծում եմ, որ այս թեմային մենք էլի անդրադառնալու ենք, թող լսեն, թող մարսեն, հարցեր գրեն։ Հաղորդման ընթացքում բժիշկների անուններ տվեցի, նույնիսկ իրանց հրավիրեք, թող հենց անմիզապացախնդրով էլ խոսեն։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի խորհուրդների համար։ Առողջություն։